Երկու շաբաթ շարունակ Ազատության հրապարակում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ քաղաքական հասարակական գործիչներ ներկայացրին ապագա Հայաստանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած հետընտրական շարժման վերաբերյալ իրենց տեսլականը։ Վերջին 10-րդ քննարկման առաջին բանախոսը Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էր, ով իր ելույթը սկսեց իր որակմամբ պարզ նախադասությամբ, որիցև կախված է մեր պետության ապագան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք է հնարավորություն տալ իր տեսակին եւ հոգի կերտվածքին համապատասխան ազատ ընտրությունների միջոցով ձևավորել իր իշխանությունը։ Եթե մենք այսօր ենք, պատճառն այն է, որ երբեք հնարավորություն չտրվեց մեր ժողովրդին, որպեսզի ինքը իր արժեքային համակարգով ձևավորի իր իշխանությունը։ Խոսելով նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին, պատգամավորը համեմատական անցկացրեց 90-ականների Գերագույն խորհրդի կազմի եւ որակի հետ։ Պետությունը կայացնելու առաջին նախապայմանն ըստ Ռուբեն Հակոբյանի քաղաքացուն ինքնայրացվելու հնարավորություն ընձեռելն է։ Ընտրությունների կեղծելը ես դիտում եմ որպես ամենալուրջ պետական հանցագործությունը։ Դրանք պետության դավաճաններ են, ովքեր որ կեղծում են ընտրությունները։ Դրանից ավելի բարձր գնահատական եւ հանցագործություն չկա։ Եթե դու խլում ես քո քաղաքացու ձայնը քո շահի համար, նշանակում է եւ նրան գնդակահարում ես, եւ բռնաբարում ես, եւ վռնդում ես իր տանից։ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի համոզմամբ էլ ապրիլի 9-ը լինելու է որոշիչ օր եւ յուրաքանչյուրի պահվածքից է կախված լինելու բարևի հեղափոխության հետագա ընթացքը։ Ռաֆի Հովհաննիսյանին ոչ կտրուկ քայլերի համար մեղադրողներին Սուրեն Զոլյանն այսպես պատասխանեց. Մի պահ ենթադրենք, որ այդ օրերին ժողովրդի ճնշման տակ բացվեցին Բաղրամյան 26-ի դռները եւ պարոն Հովհաննիսյանը նստեց այն կաբինետում։ Ինչի տերը կլիներ։ Ըստ Զոլյանի, այն իշխանությունը, որ հիմնված չէ հասարակության հարգանքի եւ վստահության վրա, ռեժիմ է կամ օկուպացված։ Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորն իր ելույթում անդրադարձավ փակ շուկայի խնդրին, արտգործնախարարության շենքի վաճառման հարցին եւ իր խոսքը ընտրական ու հետընտրական զարգացումների մասին համեմեց նմանատիպ համեմատություններով։ Օրինակ այս փողկապը իմն է, բայց ինձանից մեկը գողացել է։ Ինչ անեմ։ Բռնեմ գողին, բայց ինքը զինված է։ Դիմեմ ոստիկանին, բայց ոստիկանը ասում է, ես բան չեմ տեսել։ Գնամ դատարան, դատարանը ասի դու ինքդ ես մեղավոր։ Այդ փողկապը քոնը չի եղել։ Այսինքն մենք պիտի ստեղծենք այդպիսի մթնոլորտ, որ հանցագործը պիտի պատժվի։ Ազատության հրապարակի ֆորումներին մասնակցող ժողովրդական ուղի կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն ունի 10-օրյա քննարկումներից եւ կցանկանար, որ դրանք շարունակական բնույթ կրեին։ Բացի դրական պատասխան հնչեցնելը, Մանուել Գասպարյանը նշեց, որ ցանկալի կլիներ բացօթյա այս հանդիպումներին մասնակցեին նաեւ պատգամավորներ, գործադրի ներկայացուցիչներ եւ քաղաքացիների հետ անմիջական շփումների ու հարց ու պատասխանների միջոցով տեսնեին, թե իրականում ինչ է կատարվում իրենց ղեկավարած երկրում։ Թե չէ կարելի ասել ժողովրդի պուլսը կորցրել են եւ իրենք ապրում են լրիվ այլ պետության մեջ եւ լրիվ այլ կանոններով են շարժվում։ Ամփոփիչ ֆորումի ընթացքում Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ վաղը Ազատության հրապարակում ժամը 18:00-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։